Անսովոր էր տեսնել Զոդիմոստի մոտ Lamborghini։ Հանդիսավարն է մեր անուշ աղբեր Վիլին։ Բարեկամական կապը ծնել դաստիարակել։ Շատ ամուր էր ու հուզիչ։ Շնորհակալ ենք ձեզ, որ ես լավ որդի եք ծնել հավատարիմ հետևորդուին եւ նրա որդիները Տիկին Քնարիկի անսահման հուզմունքը։ Բայց դե նվեր կա էլի։ Հենց այստեղից է։ Չէ՞ որ լավությունը։ Համար սա մի առանձնահատուկ իրադարձություն է եւ օպերացիոն կիսատ մնաց, որ տեսնում էի հարազատ Չարենցավանը։ Ես մտածված եմ նվեր որ Սուրենը Արտուրը եւ նրանց մայրիկը։ Ներկայացում ենք եկել ապահովել։ Տիկին Էմիլիան 7 Ծապերը։ Տեսար Վարդան։ Զգացի եմ։ Լավն էր։ Անսովոր էր տեսնել Զոդիմոստի մոտ Lamborghini։ Lamborghini էր, չէ՞։ Հետաքրքիր Lamborghini էր։ Lambo էր, Lambo։ Գնացինք, ընկեր, գնացինք, ես Lambo-ն տեսա ոգևորվա։ Բարեկամներ, հիմա մենք գտնվում ենք ոչ թե բարեկամությունում, բայց էլի ոչ վատ բարեկամական տեղ ենք։ Երրորդ մասում ենք գտնվում, ամեն ինչ ուղղակի հիանալի է եւ մենք ընկերներ հենց հիմա փորձում ենք նկարել երրորդ մասի շրջանաձև երթևեկությունը իր ամբողջ զարդերով ու գեղեցկությամբ։ Ով կարոտել է մեր Սուրեն Արթուր եղբայրների նման, տեսեք ընկերներ, հատուկ ձեր համար մի պտույտ եմ անում երրորդ մասի շրջանաձև երթևեկությունով, որից հետո մեր Սուրեն եղբայրը ասել է, որ բաներ նկարենք, Շենգավիթը մի երկու կադր։ Հա, Շենգավիթ կարող են գնալ այստեղով, Վարդան։ Միթե դու չգիտես։ Գնանք Շենգավիթն էլ նկարենք գեղեցիկ իր ամեն ինչով, փողոցները, շենքերը, տեսնենք ինչ է փոխվել, ինչ է մնացել։ Առաջվանը ինչն է հին։ Ահա ընկերներ, մտնում ենք հիմա այստեղով գնանք։ Սուրեն, բարեկամս նայիր, սա հատուկ քեզ համար եմ նկարում, տես թազա ծառեր են տնգե աչից, ծառերը բան են անում, էլի մեծանում են, քիչ-քիչ մեծացածները կտրում են, գեղեցկություն է տիրում, գնանք մտե մետրոյի շրջակայքը պտտվենք, Վարդան, ինչ կարծիք ես, հետո գնանք մեր գործերով դեպի Չարենցավան, ընկերներ այսօրվա մեր հասցեմ, որտեղ որ պետք է անակնկալ անենք Չարենցավանն է եւ հիմա եկել ենք Եղեգնաձորից, ավելի ճիշտ Սուրբ Նշանից, Սուրբ առաքելությամբ եկել ենք, որ այստեղով անցնենք ու գնանք Չարենցավան, բայց քանի որ մեր Սուրեն եղբայրը մեզ խնդրել էր, որ ցույց տանք երրորդ մասն ու Շենգավիթը, մենք չենք կարող անտարբեր անցնել։ Ու ես խոսք եմ տվել, որ քիչ-քիչ անդադ նկարելու եմ ցույց տամ, այնպես որ այստեղից ով գնացել է արտերկիր, կարոտել է, հենց հիմա պահն է, որ տեսնեք ընկերներ, տեսեք, Վարդան դու կարաս ես կողերն էլ պահի տակ, ես կայնած ժամանակ կողերը կարաս ցույց տաս։ Օ, ընկերներ, այս ինչ սիգնալի փառատոն է այստեղ, ձայնային ազնանշանների օպերա էր հենց նոր, այս ինչ կուլտուրա է զարգացել մեր քաղաքում, ես չեմ հասկանում։ Եթե ներողամիտ չես դու քո մերձավորի հանդեպ, դա արդեն լավ չի։ Եթե դու քո հայրենակցին չես սիրում այնքան, որ այս կարգի երկար սիգնալներ ես նվիրաբերում նրան օպերայի տեսքով, արդեն լավ չի։ Դա նշանակում է դուք ատելություն եք սերմանում, զիջեք, որ զիջվեք ընկերներ, զիջում ենք կատարում, մի հատ էլ ենք զիջում, դու էլ անցիր բարեկամս, միթե կլորֆարը ինչը պետք է զիջեր, գնում ենք։ Բոքսերն են աչից, իսկ դիմացից քիչ հետո կլինի Շենգավիթի լեգենդար մետրոյի կայարանը, ընկերներ, հրաշալի պատկերների մեջ ենք հիմա։ Եվ, հա, Էդո, տանենք Էդոին, հա, ճիշտ է, լավ հիշեցիր։ Վարդանը հենց նոր ինձ հուշեց, որ զանգեմ իմ ընկերոջը, Էդոյին, Էդո զորեղ Էդոյին, ասեմ ուր ես, ասի, ես ինչ տեղն եմ։ Էդոն մեր ֆոտոնկարահանողն է, իսկ հիմա Շենգավիթի մետրոն Վարդան, ցույց ես տալի, թե ցույց չես տալի։ 06 է, սա վերում։ Դե ցույց տուր, ոչինչ, որ ճիշտ լինի ամեն բան։
Ընկերներ, հիմա մի պտույտ անենք Շենգավիթով։ Գեղեցիկ, հանդարտ ու չքնախ պտույտ ենք անում Շենգավիթով մեր Սուրեն եւ Արտուր եղբայրների համար։ Իսկ դուք նայեք, հաջորդը կլինեք դուք ձեր համար այդ պտույտը կլինի միանշանակ։ Ալո, Էդո բարև։ բարև, Բարեկամս դու ցանկություն ունես այսօր առիթի ֆոտոգրաֆություն անելու։ Չարենցավանում, Նապրիմեր։ որտե՞ղ։ Չարենցավան։ Հա, Չարենցավան ենք գնում, հիմա ես Շենգավիթ եմ, եթե հարմար կլինի քեզ, գազ գնանք, եթե չէ, էլի հարց չեմ տեսնում։ Բա հետո ուր եք դուք գալու։ Հետո գալու ենք Երևան ու գնանք, բարեկամ։ Հետո գալու ենք Երևան էլի։ Հա, Ախպեր, հա կգամ, իմ ավտոյից պրոստը հիմա գազ Օրո։ չկա։ Եթե լցեի նոր գայթ։ ախպերս ես քեզ կտանեմ, ուր ես դու։ Տունը։ Տունը։ Դե ֆռամ գամ քեզ վերցնեմ, ախպերս։ Հա, բայց պետք բանը, ապարատս վեկալ եք բանը։ Լավ։ Դա տենց։ Հա, մի քիչ ժամանակի կորուստ կունենանք, է։ Ախպեր, 15 րոպե է։ Դե լավ, կգամ, լավ, Կիրակի այսօր մեկը։ Հա, դե հիմա ուր ես դու։ Ես հիմա Շենգավիթ պտույտներ եմ անում, գալիս եմ ձեր շենք։ Այգու մոտ եմ։ Հա, դե ակսեմ եմ լավ։ Լավ, բարեկամս, լավ։ Ընկերներ, հիանալի է ամեն ինչ։ Ես նոր վթար եղավ, ընկերներ, մենք ֆիքսեցինք վթարը, հա, Վարդան, ֆիքսել ենք վթարը։ Վթարային իրավիճակ էր եւ ակամայից մենք նկարեցինք այն ինչ որ տեղի ունեցավ, շների վտանգավորության մասին մի տեսանյութ ունեցանք։ Այո։ Երբեմն շները այդքան բարի ու գեղեցիկ փորձում են մեզ խանգարել։ Ինչի համար մենք ուղակի չենք չարանում շների հանդեպ, շուն են, բա, շունը չհաչի, ով հաչի, շները պետք է հաչեն, նրանց համար մեկ ֆունկցիան է դա, իսկ հիմա մենք Շենգավիթը եւս մեկ անգամ այս փողոցը անցանք երևված գեղեցիկ այգին, որտեղ տարեց մարդիկ, ինչու՞ չէ նաեւ երիտասարդները հավաքվել են եւ լավ ժամանակ են անցկացնում, իսկ մենք այդ ամենը նկարում ենք, Շենգավիթի առօրյան է, ընկերներ, իսկ հիմա մենք էլի գնում ենք Շենգավիթ, վերցնենք մեր զորավոր Էդոյին, ով լավ ֆոտոգրաֆեր է եւ կգա մեզ հետ որ նկարի առիթը։ Վարդան, ես բենզին եմ կշահագին ժամանակ չեմ իմացել։ Կարող էր այդպես լինել, հա? Երբ եմ փոխե բենզին։ Ես չեմ տեսել որ բենզին փոխել։ Այ քեզ խառը պատմություն։ Ու հələ նայ սլակից բենզինի, նայ խայտարակություն, հələ նայ։ Ընկերներ, ես հենց նոր թեթև իշտակ եմ տվել։ Մոտավորապես մի 10,000 դրամի բենզին փչել ենք օդ։ Չգիտեմ, ինչու է այդպես։ Դա պոլնի գազին ես։ Հա? Դա պոլնի բակ Հա, գազ պոլնի ունենք, բայց դե մենք հեսա բենզինի, այ ես էլ ասում եմ, ախր բենզինի հոտ է գալի։ Ինչից է դա, տեսնես։ Ու այդպես էլ չիմացա ինչից է։ Չեմ հիշում ես բենզին փոխածրվեմ։ Շենգավիթի առօրյան է գեղեցիկ, ընկերներ։ Ֆուտբոլ, առևտուր անող մարդիկ, քանդած փողոցներ, որը կվերանորոգեն շուտով, կարկատանները կգցեն, թելերը կքաշեն, ձիգ կկապեն ու կընկնի տեղը սաղ։ Հիմա աչ ենք անում այստեղից, սա իմ ընկերոջ շենք տանող ճանապարհն է։ Եթե ուզում ես տրամադրությունը դուխվի լավ հում Քեզ սիրով հրավիրում ենք ու տանքի Շենգավիթյան շենքերն են։ Շեն մնաք շենգավիթցիներ։ Մենք ձեր մոտ ենք, եկել ենք մեր ընկերոջը վերցենք տանենք մեր հետ, որ սիրում ֆոտոգրաֆություն անի։ Ֆոտոգրաֆ Էդո Զորաբյան։ Էդո Զորաբյանը դեռ մանկուց սիրում էր նկարներ անել եւ նկարում էր ինչքան կարող էր շատ, բայց պահը եկավ եւ նա փող ունեցավ, գնաց որակով տեխնիկա եւ սկսեց պրոֆեսիոնալ ֆոտոֆեդություն անել։ Ֆոտոֆեդ Էդոն մեր ախպեր։ Հետաքրքիր է նա ուր է։ Այնտեղից է նա դուրս գալու Վարդան, ես վստահ եմ այս մի մուտքից։ Ես ինչ սիրուն անկյունը 44 օրյա պատերազմին նվիրված հուշախպուր։ Ես նորից զանգ կանեմ չեմ ալարի, ես այսօր չեմ ալարելու ընդհանրապես, որովհետև իմ Սուրեն եղբայրը շատ լավ անուշ ախպեր է Ամերիկայում,
նման մարդկանց համար ես կյանքում չեմ ափսոսա ինչ-որ բան անել։ Փորձենք մաքսիմալ գեղեցիկ ամեն ինչը անել, որ բարեկամս դուրս արի, մենք արդեն քեզ սպասում ենք ձեր շենքի շքամուտքի առաջ շուքով։ Շուք ենք բերել, բարեկամ, դուրս արի։ Շուտ արա, հիմա մենք կսպասենք Էդոյի դուրս գալուն։ Ուր որ է, Էդոն կգա։ Դուրը կբացվի, Էդոն դուրս կգա, հետո մենք կգնանք ուղիղ Էդոյի նստավայր, որտեղից կվերցնենք ֆոտոխցիկը ու կգնանք Չարենցավան։ Չարենցավան, Չարենցավան, սիրուն քաղաք Չարենցավան։ Էդո, դանդաղ ես գալի, բարեկամ։ Նստի էլի, աղբեր, մեր մեքենան այդպիսինն է։ Նստի բարեկամս, նստի գնանք, ուշ է արդեն, մենք գնանք օբյեկտ, ուշ է արդեն, մենք գնանք գինետ, ինչ էր անունը, գենաց էր, Չարենցավան։ Գենաց, հա, գենաց չէ, հենց գենաց աղբերս, գենաց, հեսա Սուրեն աղբոր SMS-ներից ես հա, գենաց, նայի ասեմ ուր են գնում ենք Քաղաք Չարենցավան, ռեստորանի համար գինաց են գնում, կնաց, գիտեմ, Էդո, ես կատվի հիշողություն ունեմ, եղբայր, ես կարող եմ շատ արագ հետ գալ, դու նկարի Շենգավիթը, Վարդան, որովհետև Սուրեն աղբերը ուզում է, որ բան անենք էլի, նկարենք Շենգավիթը անպայման, դե, որովհետև կարոտել է, բարեկամ, նա ապրում է ԱՄՆ-ում արդեն բավականին երկար տարիներ ու նման կադրեր շատ էր ուզում տեսնել, ես էլ մեծ սիրով նկարահանում եմ, որ հատուկ նստեն ընտանիքով իմ հետևորդներն են, էլի, մեր տեսանյութերը շատ են սիրում, որ տեսնեն, ինչպես նաև մեր Տիկին Էմիլիա, շնորհակալ ենք, որ այսքան լավ տղաներ եք ծնել դաստիարակել, ես ոչ բոլորին եմ դա ասում, բայց ձեզանից շնորհակալ եմ նման լավ որդի ունենալու համար։ Իսկ հիմա մենք մտանք Լայնարձակ փողոցը, որը մեզ տանում է 3-րդ մասի շրջանային երթևեկություն, որտեղ կանգնեցված է ում արձանը Էդո? Ալեքսանդր Սպանդարյանի Գարեգին Նժդեի հրապարակն է, Գարեգին Նժդեհը կլինի ուրեմն։ Թե Ալեքսանդր Սպենդարյանը, այսինքն որ գնացինք օպերա Ալեքսանդր Սպենդարյանի անունով էր, չէ՞ Վարդան։ Ահա եւ Ալեքսանդր Սպենդարյանը օպերայի տեսանյութից դեռ արդեն մենք ասել ենք, շատ ենք տվել Ալեքսանդր Սպենդարյանի անունը, իսկ հիմա արդեն տեսնում ենք նրա արձանը, որը կանգնեցված է 3-րդ մասի շրջանաձև երթևեկության կենտրոնում։ Ու հրաշք է ամեն ինչ, ընկերներ, այստեղ երեկոյան էլ ավելի գեղեցիկ է, որովհետև լուսավորություններով արդեն ստացել են շատրվաններով եւ ամեն ինչով շատ գեղեցիկ է դառնում այս տարածքը։ Ահա, մտնում ենք հիմա դեպի Բանգլադեշ գնացող ճանապարհը։ Բանգլադեշ են գնում։ Բանգլադեշում ես աղբերս, հա, բանը Մալացիա Սեբաստիա Բանգլադեշն նույն ինքը։ Դե ընկերներ, գնում ենք այնտեղ, որովհետև ընդհանրապես հարավ-արևմտյան թաղամաս, եթե այտենց բարեկամս։ Հատ են գնում։ Հրաշալի է, հրաշալի։ Դե իմ կարծիքով այսքանն է, ես 3-րդ մասը պրծավ, չէ՞։ Սուրեն եղբայր, քեզ լիքը լավ էմոցիաներ, իսկ մենք շարունակենք մեր ճանապարհը։ Բարեկամներ, մենք հիմա գտնվում ենք դեպի Չարենցավան ճանապարհի վրա։ Ճանապարհը բացի ճանապարհ լինելը նաև կարծես թե պատմամշակութային օբյեկտ լինի, որովհետև ճանապարհի աջ ու ձախ կողմերում շատ կհանդիպես հուշարձաններ, որոնք խոր իմաստ ունեն եւ մեր դարերի փորձն են պարունակում իրենց մեջ, իսկ մենք ամեն անգամ այստեղով անցնելիս ուղղակի մեքենայի մեջ նստած չենք, ուսումնասիրում ենք եւ ձեզ ենք ցույց տալիս ինչը որ մեզ հետաքրքիր է։ Նոր հերվում հորիզոնում նկատվում ու նշմարվում էր Հատիս լեռը, որը չքնաղ էր ուղղակի, շատ գեղեցիկ։ Հատիսը հայտնի դարձավ եւ ես սկսեցի ավելի շատ նկատել Հատիսը ու անցնելիս չեմ կարողանում ուղղակի չտեսնել։ Շատ գեղեցիկ լեռ է։ Այս ճանապարհը բավականին վտանգավոր է եւ պատճառն եմ հասկացել ինչ է, որովհետեւ տեսեք երկու երթևեկության գոտի ունենք, որից մեկը շատ դանդաղ է վարում, օրինակ 50-60, իսկ մյուսը
100 մինչև 110։ Հետևաբար ստեղծում է շատ անախորժ իրավիճակ։ Լիքը մարդիկ սիրում են 80 արագություն քշել եւ այդ մարդիկ ընկել են կրակը, որովհետեւ պետք է անընդհատ դուրս գան մի գիծ, հետո հետ գան մյուս գիծը, որովհետեւ ուրիշ գիծ ուղակի չկա։ Տեսեք ինչպես այս Mercedes-ը։ Ես ինչ ասում եմ, հենց հիմա դուք տեսաք։ Տեսան, բայց մարդան։ Ահա եւ հատիսը չքնաղ։ Չքնաղագեղ հատիսն է մեր աչից։ Գեղեցկությունը եւ իհարկե արծիվը բազմել է լեռան վրա եւ նայում է հայոց աշխարհին արծվի հայացքով։ Այս շատ սուր տեսողություն ունի։ Եթե անգամ գտնվում ես Վայոց ձորում, մի մտածի, որ նա քեզ չի տեսնի։ Տեսնում է եւ պահանջում, որ դու լինես հայ եւ չմոռանաս քո արմատների մասին։ Երբեք ու երբևիցե։ Իսկ այս չարագուշակ տեսախցիկը միշտ պատրաստ է նկարելու, եթե արագ քշես։ Սա նոր են տեղադրել վթարները քչացնելու պատճառով, հետևանքով, չէ, պատճառով։ Վթարները, որ ուզում են քչացնել, էլի։ Եվ ինձ համար ամբողջ Հայաստանում մի տարբերվող տեղ կա, որ հենց այս հատվածն է, թե շենքերի դիրքը, թե լեռների բացվածքը շատ հետաքրքիր է։ Միևնույն ժամանակ զգում ես ամայություն եւ լիություն։ Քիչ հետո կհասնենք իմ նկարագրած տեսարանին։ Երբ որ հասնենք, արդեն նորից կնկարի։ Ընկերներ, ահա իմ ասած միևնույն ժամանակ ամայի, միևնույն ժամանակ լիքը տեղամասը։ Տեսեք ինչ գեղեցիկ է։ Նման բնապատկեր եւ համայնապատկեր շատ քիչ տեղ կա Հայաստանում։ Սա հենց իր ձևով շատ է առանձնանում, չգիտեմ ինչը անունը, բայց եթե մարդը գիտի, անպայման կլսեմ շատ ուշադիր մեկնաբանություններում գրեք։ Տները դատարկ են, հենց դա շատ հետաքրքիր է ինձ, ուզենայի իմանալ պատճառները ու մեր հետևորդները նույնպես կիմանան, որ պատասխանող լինի մեկնաբանություններում անպայման։ Դիմացից ավազի հանքերն են ընկերներ։ Այս ճանապարհը նաև այնպիսի ճանապարհ է, որ թույլ չի տալիս մեզ մոռանանք մեր հերոսներին։ Ճանապարհի եզրի լեռների թեքությունների վրա գրված են մեր հերոսների անունները։ Քիչ վերև աչի վրա մեր Մոնթե Մելքոնյանի նկարն է, դիմանկարը, բոլորիս հայտնի դիմանկարը։ Չգիտեմ ով է նկատել անցնելուց ով չէ, բայց այս ճանապարհը արվեստագետների ճանապարհ է։ Այստեղ ուղղակի պահպանում են մեր էությունը այս ճանապարհի վրա։ Ընկերներ, ինչպես ասում էի, մեր հերոս Մոնթե Մելքոնյանի նկարը, որը հենց այս ճանապարհի վրա է։ Երզարումից տարիներ առաջ եկան ճավախ քանգրվան գտան մեր պապերը օջախ հիմնեցին մեծ արագյալ գյուղս կոչեցին մեր պապերը օջախ հիմնեցին Մարդիներն են երկու կողմերից աճել եւ գեղեցկացրել ու զարդարել ճանապարհը։ Միթե հրաշք չի, միթե գեղեցիկ չի։ Սա ընդհանրապես երևի մեկ մարդու մտահղացում է, ով կարողացել է այսքան գեղեցկացնել այս ճանապարհը։ Ես պատկերացնում եմ, որ գեղեցիկ մտահղացումով մարդիկ ել ավելի շատ լինեն եւ պայքարեն իրենց մտքերի իրականացման համար։ Ինչքան գեղեցիկ կլինի մեր Հայաստանը։ Ձախից էլ մեկ ուրիշ ստեղծագործություն է քանդակի տեսքով, փոքրիկ աղջնակ է, պարկել է եւ նայում է երկինք, հուսանք խաղաղ երկնքին է նայում, որովհետեւ նա շատ անհոգ տեսք ունի։ Այս ճանապարհը մեզ հասցրեց իմ պատմաստեղը, որտեղ Սարի լանջին գրել են մեր հերոսների, անմահ հերոսների անունները, անմահացրել եւ ճիշտ է, մենք չենք ճանաչում ամբողջովին, բայց գիտենք, որ արժանի զավակների անուններ են գրված այստեղ։ Եվ մենք նայելով միայն հպարտություն ենք զգում եւ շարժվում առաջ, փորձելով արժանի լինել նրանց զոհաբերությանը։ Բարեկամներ, ճանապարհը մեզ բերեց, տես Վարդան, բարեկամ, ճանապարհը մեզ բերեց, ստացանք աննկատ
նպատակ չէ։ Հասնում ենք Չարենցավանի Խաչմերուկ։ 2 կիլոմետր ներքև գտնվում է Չարենցավան Չկնավ քաղաքը։ Եվ մեր Տիկին Էմիլիան հենց Էմիլիա չէ, ճիշտ եմ ասում արդեն։ Տիկին Էմիլիան մեր շատ բարի եւ հավատարիմ հետևորդուհին հենց այստեղից է, Չարենցավանից է եւ նրա համար սա մի առանձնահատուկ իրադարձություն է, երբ որ տեսնում է իր հարազատ Չարենցավանը։ Մեր շատ սիրելի բարեկամների ծննդավայրը Սուրենը Արտուրը եւ նրանց մայրիկը Տիկին Էմիլիան այստեղ են եղել, շատ ժամանակ են անցկացրել այս քաղաքում։ Եվ հարկ եմ համարում նշել, որ Չարենցավանը մեր մեծ ծնգերող Եղիշե Չարենցի անունով է կոչված։ Եվ հենց նույն իմաստությամբ եւ գեղեցկությամբ էլ շարունակվում է կյանքը Չարենցավան քաղաքում։ Մարդիկ ընկերներ դառնում են անմահ իրենց ճիշտ ապրելու շնորհիվ, իրենց օգտակար լինելու շնորհիվ, իրենց ազգին։ Իսկ հիմա դաշտերն են գեղեցիկ մեր կադրերում, տեսեք ինչ գեղեցիկ է։ Այ հենց այսպես է Չարենցավանը մեզ դիմավորում։ Հրաշք, ուղղակի այսօր օդը մի տեսակ ոնց որ գեոմագնիսական դաշտը անկայուն լինի, զգում եք ընկերներ։ Ոնց որ կարծես թե մառախլապատ իրավիճակ լինի, բայց ոչ այդքան։ Սա երևի աղտոտվածության չափանիշ է, ձև է։ Հələ տես, Վարդան, ագին ժամանակ սենց վիճակ չերել է, չէ։ Երևի թե քամիները պակաս են, դրա համար էլ այս մուխտար օդը մնացել այստեղ չի գնում։ Չարենցավան մտնելուց հիանում ես տարատեսակ բազմաձև հուշարձաններով, որոնք ամեն մեկը նվիրված են մի ինչ-որ հատուկ առիթի։ Եվ այս ամենը ձեզ նախապատրաստում է մինչև Չարենցավան մուտք գործելը։ Մենք կմտնենք Չարենցավանի փողոցները նկարելով կգնանք դեպի Գինաց ռեստորան։ Գինացը ռեստորանը մեզ հարազատ է դարձել, արդեն որ երրորդ անգամն է այնտեղ ենք գնում։ Լավ տեղ է, եթե միտեղ շատ են գնում, դա նշանակում է, որ լավ տեղ է, այնտեղ մարդիկ շատ են գնում, ուրախանում են, լավ են վերաբերվում, լավ են դիմավորում։ Հետևաբար ես էլ չեմ ալարիկ ասեմ, Գինաց ռեստորան։ Նշեք ձեր առիթները լավագույն ռեստորաններից մեկում։ Մի բան ընկա Վարդան, հա։ Հա։ Բա ինչ էր։ Կոմոտից զեն եկավ։ Չարենցավանի անցուդարձն է։ Եվ իմ դիմապակուն ճզմված մոծակները։ Թերևս Չարենցավանում է գտնվում իմ ամենաանհասկանալի շրջանաձև երթևեկություններից մեկը։ Մի 5 անգամ անցել եմ, նոր ճիշտ ձևը հասկացել եմ ոնց անցնեմ։ Ահա, հրաշք տեղ ենք հիմա ընկերներ։ Եվ իհարկե Չարենցը խորհրդավոր լռությամբ կանգնել է Եղևնիների շարքը Չարենցավանի եւ ասֆալտ, որը փոխելու կարիք ունի մի քիչ։ Իհարկե մեր ինչ էր, iFood գեղեցիկ սրճարանը, որտեղ բախտ եմ ունեցել հաց ուտելու Վարդանի հետ, իրար հետ հաց ենք կերել, շատ լավ դիմավորեցին մեզ այնտեղի աշխատակազմը, բարևում եմ, եթե կտեսնեք, իմացեք, որ ես ձեզ բարևեցի։ Որտեղից լավ դիմավորում են, վերաբերվում են, կապ չունի ճանաչելով, թե առանց ճանաչել, ես նման տեղերին ուշադիր եմ։ Եվ իհարկե այս սրիկա սուրճի ապարատը, հələ սրան նայեք, կոֆեն թափեց սաղ վրես, ախ դու,
Սուրճի ապարատ։ Բա։ Տակ են կրքերը հիմա Չարենցավանում։ Եվ ես այստեղի են հիմար լատոկին էլ եմ հիշում Վարդան, դու հիշում ես։ Մի անգամ որ ընկանք նայի իշ փոսալը նայի։ Հուսով եմ այս հարցը կլուծեք շատ շուտով։ Շատ ահավոր տաղտկալի փոս է։ Ես դրա իշն եմ ասել։ Մեքենաս մի անգամ ընկել է դրա մեջ։ Ամեն ինչ պետք է հիշես, որպեսզի նույն սխալը երկու անգամ չանես։ Տեսեք կարմիր է։ Սա նշանակում է, որ պետք չի անցնեմ։ Արդեն կանաչավ կարամ անցնեմ։ Ընկերներ, արդեն ժամն է 7-ն է ժամը։ 7-ին 7 է պակաս։ 7-երի պահն է հիմա։ Գնանք հասնենք գինած, չէ՞։ Չարենցավանի իմ սիրելի հետևորդներ, բարեկամներ, ով ահագին ժամանակ չէր եղել Չարենցավանում, կարոտները տարեք։ Սա առանձնահատուկ պահ է, գեղեցիկ կանաչի մեջ զարդարված Չարենցավանը տեսնելու համար։ Երեխաների խաղը էլ է, երեխաների նկարիչ, տեսեք ինչ գեղեցիկ պատկեր է։ Հայ աշխարհն է, մեր մանուկները, մեր ապագան։ Գինացի դիմաց է, որ մարզադաշտը Վարդան։ Զիբիլի մեքենան են ինչ մանյովրները անում, էլ նայի։ Արյա։ Կանգնել է ու բարձրացնում է իր թափքը։ Եվ ահա ընկերներ արդեն գինացի հոտ է գալիս, հասել են գինաց։ Բայց ընդ է կարող եմ մեր հյուրերն են դուրս եկել ու դուրսն են մեզ շուտ չնկատեն, հա? Հա, թող նկարվեն, ինչքան կարող են շատ։ Չելենջեր է, ինչ սիրուն չելենջերա։ Գեղեցկություն, ճաշակ նրբագեղություն մեքենայի տեսքով։ Ուժեղեր։ Ահա, Վան, ուզում էի ասեի, Վան ուղղակի չասիմ, Վան մարզադաշտ ընկերներ։ Հա, դե որ մեկը հիշեմ, բարեկամ, շատ բարդ է երբեմն։ Ամերիկայի ձայնը եկավ հասավ Չարենցավան, այո, մեր Տիկին Էմիլյան և իր որդիները որոշել են ուրախացնեն շատ սիրված իրենց հորաքույր, այսինքն դառնում է մեր Տիկին Էմիլիայի եղբոր որդին, այո, դուք ճիշտ եք նկատել, մենք եկել ենք անակնկալենք, ակնկալում ենք ծափեր, կանգնում ենք ու ակնկալենք, սո իչանք, պատրաստվում ենք, ես այսքան խոսացի, ճիշտ է, խոսացի չէ այդքան, մի հատ չասի, որ Էդոն մեր հետ է արդեն, Էդո դու մեր հետ ես, Ես միշտ ձեր հետ եմ։ Էդո մենք ես շատ ենք սիրում, խորոտ նկարներ նկարի միշտ, բարեկամս, իսկ մենք իշնենք ու տեսնենք, թե ինչ ենք անում հետագայում, իչանք, անակնկալ է երկրորդակա, երրորդակա։ Բանը հոբելյարի անում է հիշացնի։ Արմեն, всё, չեմ էլ հարցեր երեք էլի։ Դե բանը, այսինքն Տիկին Էմիլյանը լնում է իր բանը, հորքուրը։ Հա, հորքուրին տանիքի կողմից է, չի կասկածում, չէ՞, вообще չգիտի, չէ։ Դե ուժեղա։ Մեկ էլ ընդ է բանը։ Ուրեմն ճշտենք մեր Արմենի մամայի անունն է։ Քնարիկ։ Ապա Արմենը ախպերն է։ Կնոջ անունը։ Նելի, Քնարիկ Նելի, Արմեն, Քնարիկ Նելի, Արմեն, Էմիլիա, Սուրեն եւ Արթուր։ Ստեփանն։ Հա, Քնարիկ Նելի, Արմեն։ Քնարիկ մամանա, Նելի կինը։ Հա։ Դավթարստամ քեզ։ Էմիլյան Կոկն է։ Իրար հետ կանենք սաղուս պետքա։ Հա։ Քնարիկ Նելի, Արմեն։ Բայց գիտես չէ, դու չես ասում ու կողմից։ Ուղղակի ասում ես անակնկալ կա, հա։ Քո անունն էլ աս։ Ես Վիլին եմ։ Վիլի։ 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 Երկու լեյով։ Վիլի, հո, հեսական իրար հետ նկարվում ենք այդքանք էլի։ Վայ։ Ազել քեզ TikTok։ Դու էլ ես միշտ ստեղնում, թե խառը։ Ես կոնկրետ չունեմ, Ստեփան ջան։ Ախպեր են $5 որն ենք դրել, ես մեզ տե, ահա։ $5 խաղ է այդում էլի, ջոգիր։ Իսկականներն, Հա, սխառնում եմ, ջոգիր։
Նայ բան չանի, վարի չտա։ Չէ, հա։ Լուրջ եմ ասում։ Կաղա վարի տա։ Չէ, ասես անում գտնում են, Չի ջոգելու։ Ջոգելի է, հեսա, տեսած է տարբեր։ Չի ջոգելու։ Չի ջոգի, թող չի ջոգի, երկար մանգա։ Չթափի, ախ։ Հա։ Վիլի բարեկամս, այսօրվա մեր առիթի հանդի ու կայնի վրաս է դու։ Այսօրվա մեր առիթի հանդիսավարն է մեր անուշ աղբեր Վիլին եւ նա դուրս է եկել մեզ հետ շփվելու, որ գնանք Սիրուն անակնկալն անենք։ Գեղեցիկ անակնկալ։ Հանդիսավարները պետք է հոգ տանեն, որ ամեն ինչ շատ գեղեցիկ լինի, չէ՞, բարի ու առաջ գնա գործերը։ Հեսա փողերը դնեմ ջեբս, փողերը։ Վարդան, ստե քանի հատ իսկական դոլար կլինի։ 12 Ես կասեի 17 18 ընկերներ 18 հատ իսկական դոլար կարող էր լինել, բայց այդքան չի։ Ուղղակի այդքան չի։ Հիմա մեր Արմեն եղբոր չեմ ասի քանի ամյակն է, որովհետև ես չեմ սիրում ընդհանրապես մարդկանց ասենց ասեմ քան Վարդան պահի էլ է մի րոպե Հիմա խնամքով փակենք մեր մեքենայի դռները, մարդը հեսանկարծ չգան դուռը բացեն ու գանք տենանք ավելացած բաներ կա մեքենայի մեջ։ Չի դզում։ Գնացինք։ Վիլի, բարեկամս, մենք գնում ենք գեղեցիկ առիթ կազմակերպելու միասին։ Նկատում ես ինչ գեղեցիկ Chevrolet Camaro է։ Camaro է, չէ՞։ Dodge Challenger, այո։ Ախպեր հոդուսը չի հոբելյարը։ Բարեկամներ։ Հա, բայց դուրս են էլ ժողովրդի։ Հա։ Ինչու համար։ Կտանեմ ներ։ Տարներս բոլորին բարեկամս։ Մի տեսակ հպարտություն եմ զգում նման մեքենայի կողք կանգնելիս, չգիտեմ ինչի, վերցնես մի լավ վարես սրա նման մի ավտո։ Նկարեմ քեզ այդ ավտոյի։ Նկարի էլի, մետ կարաս նկարես։ Ես ավտոյի տերը թող ինձ ներողը լինի, բայց ես նկարում եմ իր ավտոյի հետ։ Համարները ցույց չենք տա։ Ես էլ կարող կոնյակցությամբ ջարդեմ։ Հմ։ Ես էլ կարող կոնյակցությամբ ջարդեմ։ Սիրուն է լավ։ Ախպեր գմփիկ չվերցին, գմփիկ չենք վերցել։ Այդ կարաս պահես։ Գործն։ Բարդ է այսօր ոնց որ հա մի քիչ։ Սկսավ։ Գործը ձեռից վերց։ Դուր ախպեր սկսում են։ Լավ, դու էսի չես անում դու, գնացինք։ Ծափեր են տալիս, որ չեր լսվում։ Հիմա նորից ենք ծափեր տալիս բարձր։ Շնորհակալ եմ շատ բոլորիցը։ Արմեն մեծ աղբեր է սորքո ծննդյան, նորն է։ Շատ լավ է, որովհետև մենք եկել ենք շնորհավորելու։ Շնորհակալ եմ։ Բայց թե ում կողմից հիմա ասեմ, թե դու ասես։ Մի քիչ մտածի։ Չէ որ դժվար շատ մարդիկ լինեն հեռու։ Մի ասա, չէ։ Ամեն դեպքում քեզ շատ սիրող ու հարազատ մարդիկ են ու դեռ շատ մանկուց քեզ փոքր երեխա վաղտից գիտեն, հիշում են ու շատ սիրում են։ Որակույր։
Էմիլիա հորակույրը և նրա որդիները ձեզ շատ սիրում են և նրանց ներկայությունն ենք եկել ապահովենք։ Ապրեք, ես ինչ լավ հավեսով հավաքվել եք։ Երևում է շատ եք սիրում մեր հոբելյարին, չէ՞։ Այսինքն ես էլ ժամանակ չձգեմ էլի, վառեմ մոմերը, հա։ Վիլի, բարեկամս, մի պահ բռնի միկրոֆոնը։ Ես էլ կրականի չի պատրասում, Օվկյանից այնքով, ամերիկայի միացյալ նահանգներում, Էմիլիա հորակրոջը տարիքի, ասում եք սիրով շնորհակալություն։ Այո, գեղեցիկ է պահը և հիմա ես բոլոր ում որ պետք է նվերներ տանք դեռ չեմ նկատում, մենք ուր է մեր տիկին քնարիկը, ուր է նա, բարև ձեզ, կգաք, եկեք, մի մտածեք, մտածել պետք չի, եկեք, որովհետև դուք էլ նվեր ունեք, հիմա մեր հոբելյարի պահն է վրա ասել, երազած պետք է պահեք ու չեք մոմերը, բարով եք եկել, շնորհակալ ենք ձեզ, որ ես լավ որդի եք ծնել, սնել, դաստիարակել, բայց ես կուզենայի, որ երկու կարևոր կանայք կանգնենք կողքերդ, հա, Նելիքույրիկ հարի, հիմա երազանք պահիլ ու չիր բարեկամս, առողջ լինես, լավ լինես, հեռավորությունը ոչինչ է, եթե սեր ու հարգանք կա։ Ամերիկայից հասավ տեղ և նշմարվում է, որ Ամերիկայից է, տենում եք չես դոլարները, հələ լավ նայի, էլ վրցրու նայի, դոլարը չէ, իսկական դոլարը չէ, գեղեցիկ դոլարներ են, բան չունեմ ասելու, բայց ես դոլարները վերջ արդեն, ես ես տանում, դնեմ ստեր, թող դոլար, սա դեր հարց է, կա թե չկա իսկականը, հա, հիմա ես նվեր է տամ մեր հոբելյարին, ու կուզենայի, որ հենց դու էլ բացես տենաս ինչ նվեր ենք բերել, գեղեցիկ կոնյակ, խորհրդանշական, որ էմա հորակույրը որդիների հետ գա, իրար հետ բացեք ու անուշանեք, է դրա համար ենք տվել, նես որ կգակ, Սուրեն, Արտուր, տիկին Էմիլիա, անպայման կգակ։ Ասենք շնորհավոր, սիրուն ջան, ծնունդդ, ասենք շնորհավոր։ Իսկ հիմա մեր Վիլի եղբորը հիմա էլի մի բան կկազմակերպենք, կոնյակն էլ կարող եք դնել ձեր կոնյակի բաժակի կողքին, որովհետև Արմենի եղբայր հիմա մեկ ուրիշ պատմություն ենք սկսում։ Այս ծաղիկները նվիրում ենք մեր տիկին քնարիկին, բայց դու ես նվիրում, էլի, հա։ Ինչի համար, որ ցես լավ տղա է լույս աշխարհ բերել։ Մամուզում եմ ես առաջվա պես օրոր ասես, քո անուշ զայնով սրտիս հետ օրերով խոսես, թող քեզ ամուր կրկեմ սիրտը իմ կարոտից։ Իսկ հիմա ես մի ծաղիկներ արդեն ենթադրում ես չէ ում կողմից ալնելու։ Ում ես տալու։ Կյանքի կեսին ես տալիս ու գրկում ես ինչքան ուժ ունես։ Ում էդ պաչիկ, հա? Հա, կլնի։ Լավ կպահեք մեր Արմեն աղբորը։ Այն քեզ եմ երազել իմ օրերում
ամեն ինչը մտածել, բայց քանի որ Հայաստանում հələ որ այդ համբուր բանը չկա, չենք էլ ստիպի։ Պետք չի որ հրապարակավ համբուր լինի, բայց դե նվեր կա էլի։ Նվեր ունենք, հա։ Չէ, չի եկենք ու մինայ, չէ նկի, չէ, ուրիշ նվեր, հա։ Չէ, լավ կլե։ Իսկականի պահն է եկել, բայց այդ պահը արդեն պետք է բալերիվ է, բայց այս սրա կեսից շատը իսկական չի։ Այսինքն մենք հիմա պետք է հասկանանք, կարող եք գտնել իսկականը թե չէ, խոսքի ես հաշվեմ մինչև 10-ը։ Ես 1, դու 2, 3, 4, հա։ Տալիս եմ հաշվում ենք։ Քանի հատ գտար քոննա, չգտար թե հետ ես տալիս ինձ։ 1, 2, 3, 4, 5, 6, 7, 9 Արեսիտ պահերը Չես գտել? Ոչ չգտել ես ես այսի մեկ Հա, այսի կոնն այս գտել էր, դե մնացածը տանում եմ Խրոչից իմ տալի երեխեքից, որ հեռավոր տեղից հիշել են իրանց բալին, իրանց մեծացրած երեխու, սավ էր սիրել են իմ արմենին, իմ տալը իմ եղել է դարել իրան երկրորդ մայրը, ինքը պահել է, մեծացրել է, իրան տան մեջ ուսումի անում է, ընդեղ ամենացել, ես չեմ որանա իրանց լավությունը, ես շատ գող շնորհակալ եմ, աստված ասնի, իրան իրա բալեքա։ Ապրես մայնիջա, բրավո։ Շնորհակալ եմ Վիլի, շնորհակալ եմ ձեզ, Տիկին Քնարիկ, որ այսքան լավ խոսքեր ասեցիք, հավատացեք նույն ձև էլ ձեզ են սիրում, իսկ հիմա մեր այս օպերացիոն կիսատ մնաց, համաձայն եք, չէ բոլորը, եկեք հասցնենք ավարտին, լավ էլ չենք հաշվում, գտի հələ, հենց որ գտնես ես կասեմ, այսքաններ թե չէ էլի։ Ամերիկա ենք խոսում, հա, Ամերիկա, ուզում եք ծապտվեք, ոգևորվի գտնի, թե չի կարող գտնի։ Ես մտածված եմ տվել, որ մի օր իսկական լիքը ունենա, սենց ու բոլորդ ունենակ։ Չէ, բարեկամս էսի ետկաներից չի, անցար ոնց որ, չէ։ Չի անցե։ Աշկերես լավ չի տեն։ Տեսել ես դու, բարեկամ։ Ես, բա, էդ արդեն ուզում է պայ մտնի, ես գում եմ, հայավարի եկավ։ Գտակ։ Գտել եք, երկու հատ գտել եք, իրականում հենց երկու հատ է, պետք չէր մանգալ, հա, հիմա այս փողերը իշքան ուժում ես քիչ վերև թող թապի, հա, այսենց, գնաց։ Սավտան եմ ես, իմ բալի ծնունդն է, հոգուդ մերնիմ ես, շնորհավոր, ասենք շնորհավոր, սիրուն ջան ծնունդը, ասենք շնորհավոր Տվեց, այս փողերից լիքը ունենակ, լիքը շատ, բոլորը, որ ունենակ ինձ էլ կտակ, հա։ Դե ձեզ լավոր բարձր տրամադրություն, Վիլի, բարեկամս, շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ Ստեփան ջան, իհարկե շարունակում եմ այս իրեցի հրաշալի հովիրանական երեկոն։ Նախատեսված եք, որ ես պետք է ոչ Իհարկե լավ եղավ, չէր էլ կարող ուրիշ ձև լինել, միայն պետք է լավ լինի ու բարի մեր արածը, մեր հայրենիքի համար, մեր հայրենակիցների համար։ Օրը հուզիչ էր, բարեկամական կապը շատ ամուր էր ու հուզիչ, ես նկատեցի Տիկին Քնարիկի անսահման հուզմունքը, դա մի բան է միայն նշանակում, երախտապարտ և շնորհակալ մարդու պահվածք։ Լավ մնացեք, լայք եք բաժանորդագրվեք, մանավանդ Չարենցավանցիները տարածեք, տենանք ինչ արնում էլի, Չարենցավան շատ լավ տեղ է, կա մնանք այսօր ստե։ Հե? Ջան։ Փեսեն։ Հա, ախպեր չեն զիջը դիմավորելու վրով բան պետք չէ, չեմ էլ ասել։ Հա, ապլի սախպրես։ Դե ձեզ բարձր տրամադրություն մենք էլ գնանք հասնենք մեր եղեգնազորը, շնորհակալ եմ ջերմ ընդունելության համար, իսկապես տարբերվող էր, շատ շնորհակալ եմ, հիմա ընկերներ նկատենք, ախպեր չէ, շնորհակալ եմ, ակեղծ չեմ կարա, մի քիչ շատ է էլի բարդ հետ ամեն ինչը։ Դավայ ախպերս, ուրեմն ընկերներ, ես պատկերացնում եմ, որ հնարավոր լիներ, օրինակ, օրենքի սահմաններում մի երկու գավաթ չխկսնելը, ինչքան գեղեցիկ կլիներ, կմնայի, ինձ էլ լավ կզգայի, բայց քանի որ
օրենքը մեզ չի թույլատրում, մենք ենթարկվում ենք, ով ենք որ չենթարկվենք։ Տղա ես, շոֆեր ունեցի, դու էլ խմի ինչքան ուզում ես, բայց արի չլքեն գինացի տարածքը հենց այնպես Վարդան։ Եվ Էդո, հələ տեսի՞չ սիրուն արձանները, ես նոր եմ նկատել։ Այսքան ժամանակ ստեղ եկե գնացել ենք, եղանակային պայմանների պատճառով այս գեղեցիկ հրաշալի արձանիկները չենք տեսել։ Հիմա ուզում եմ տեսնենք, ես էլ դուք էլ բոլորը, դու էլ չէիր տեսել, չէ՞։ Դե որ տենենք կնկարենք հաստատ։ Հունա-հռոմեական ոճի մեջ են այս արձանները, ես էլ կարծես շատ եմ սիրում հունա-հռոմեական ոճը այդ դարերի, կարծես մաքրություն ու երկնային ինչ-որ տարեր պարունակ են, նայելուց էմոցիաները մեկ ուրիշ կարգի են, դրա համար սիրում եմ այս ոճը։ Տեսեք, մանուկը ծնգստնում է, այն ժամանակվա ծնգիկն է, ես էլ հարսիկը, հարսիկը չէ, թեթևաբարո մի աղջնակ ջուր է տալիս, ով որ ուզի, հայ ոտի տակ էլ ձուկ է տրորում, շատ դաժան է սա ընկերներ, բայց ձուկն էլ է իր հերթին դաժան, հետևաբար ճիշտ է անում, որ տրորում է, բայց թե ընչի տենց, այդ երևի ինքը մենակ այլ է, էլի, այս քանդակը կողրեմարդ չել է, բայց չել պատկերացրել մի օր կդառնա քանդակ ու կգան կնայեն։ Եվ իհարկե սեր խորհրդանշող ճանապարհը, ճեմուղին, որի կողքերից գեղեցիկ ջուրն է աղմկում, իսկ վերջում սերն է առատ ու ջինջ։ Գնա Վարդան, գնա ու նկարի այդ ամենը մեր հետևորդների համար։ Հետո, մտից նկարի սենց էլի։ Բայց սենց էլի։ Սա մի հաշկ է հայկական, կարող է պատվիրել անգամ ամերիկան, Ռուսաստանը կամ էլ Եվրոպա